Վանացայնեն բարև ձեզ հարգելի ունգընտիրներ։ Մարալ և ցայնե հարտավա Ժորժինան ձեզ հետ են լիբանանահայ խմբերքային արվեստը հայդակրով։ Սույն հաղորդաշարը հիմնված է Ռուբինա Ալահայդոյան Արտինյանի պատրաստած համանուն գիրքին վրա։ Այսօր պիտի սկսենք ներկայացնել խմբավար երաժշտակետ Աշոտ Բաթմակրյանը։ Հայդակրի ընթացքին մեր տանտմեր պիտի ունգընտրենք Աշոտ Բաթմակրյանի հորինումները։ Աշոտ Բաթմակրյան երաժշտական բազմակողմանի վաստակի արվեստագետ մնե, որ գործունեություն ունեցած է որպես խմբավար, դասախոս, հեղինակ, ուսուցիչ եւ երաժշտապան Սփյուռքի բոլոր հայահոց քաղաքներու մեջ՝ Բարսկաստան, Սուրիա, Լիբանան, Եգիպտոս, Ֆրանսա, Կիպրոս, Ամերիկա, Երուսաղեմ եւ Անգլիա։ Անդադար շրջակայած է այս երկիրները եւ շատ կարճ ժամանակի մեջ առավելագույնը 2 ամիս հարաճացուցած է երգչախումբեր դեղույն ուժերով, սիմֆոնիկ համերգներով եւ օպերետներով հանդես գալով։ Այս համերգներուն հայդակիրները միշտ կազմված եղած են հայկական երաժշտության կողքին նաեւ եվրոպական դասական երաժիշտներու գործեր են Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Հենդելի, Վագների եւ այլ երաժիշտներու։ Միշտ իր համերգներուն ընկերակցած է մեծ նվագախումբ։ Բեյրութի մեջ անգազմած է երգչախումբեր, որոնք ելույթ ունեցած են միայն մեկ անգամ, առավելագույնը 2-3 անգամ նույն հայդակրով։ Աշոտ Բաթմակրյան ծնած է 1898-ին Թավրիզի մեջ։ Իր նախնական ուսումը ստացած է ծննդավայրի Արամյան վարժարանի մեջ, ուր երգի ու ցայնակրության իր տասադուն Արտաշեստեր Հովհաննիսյան մեծապես կաչալերած է իր երաժշտական փապակը։ Բադանի Աշոտ 1912-ին գմտնե Էջմիածնի Գևորգյան ջեմարանը, ուր անոր երաժշտական հագումները ավելի կհիմնավորվին։ Ան իր առաջին երգչախումբը կգազմե իր դասարանի ցայնեղ դղաներով 41 հոգինոց։ Գևորգյան ջեմարանը ավարտել է ետք գվերադառնա իր ծննդավայրը, ուր Արամյան վարժարանի մեջ կտազավանտե եւ միևնույն ադեն ղեկավարե Սուրբ Աստվածածին եկեղեցվո Սուրբ Պատարագի երկեցողությունը։ 1921-ին Բաթմակրյան կմեկնի Գերմանիա եւ կընդունվի Բերլինի Շտերնշես երաժշտանոցը, ուր կստանա դոկտորականի աստիճան 3 տարվան ուսման շրջանը ավարտել է ետք եւ կնվիրվի հայ երգի ու երաժշտության ուսումնասիրության եւ դարացման աշխատանքին։ Իր երաժշտական գործունեության առաջին քայլերը գարնե Փարիզի մեջ 1926-ին գազմելով 60 հայ երիտասարդ երդասարտուհիները բաղկացած երգչախումբ։ Առաջին համերգը, որ տեղի կունենա 26 փետրվար 1927-ին, կներկայացներ եվրոպական դասական հեղինակներու Վեբեր, Մուսորսկի, Վերդի, Մոցարտ եւ այլ եւ հայ երգահաններու Եգմալյան, Գոմիդաս, Սպենտիարյան, Սյունի եւ այլ գործեր են, որոնց մեջ նաեւ Բաթմակրյանի մշակումներ են երգչախումբի եւ նվագախումբի համար գրված։ Իր դիգիննալ երգչուհի Ռոզ Բաթմակրյան կպատրաստե քանի մկդոր Շարփանտիեի Լուիզ օպերայի նշանավոր արիան, Չայկովսկիի Բիգովայա Թամայի Լիզի արիան եւ քանի մը ուրիշ երգեր։ Համերգին կընկերակցի Օդիոնի սիմֆոնիկ նվագախումբը։ Այս արդիվ Փարիզահայ 4 թերթերը Աբակա, Երևան, Հարաճ եւ Նոր Երգիր մեծ խանդավառությամբ կանտրատարնան այս առաջին ցերնարգին, որ գլա աննախընթաց եւ քեղեցիկ երևույթը Փարիզահայ գեղարվեստական կյանքի մեջ։ Նույն հայդակիրը կգրկնվի ապրիլ 10-ին նույնքան հաջող։ Ծաղկել է երգը
ձերքս Պարզել եմ ձերքս ու կանչում եմ քեզ ես գարուն կվապես ես գարուն կվապես էլի նոր ես դու ես կարնանել դես դու ես իմ սարդու ցալած իմ լորակա ցալած իմ լորակա դես կանչում է քեզ դես կանչում է քեզ Aziz manacan es agarun kavabes Aziz manacan canes severes bujeles verkas ozeles yerkas es garun kavapes konnen yerkeras konnen yerkeras 1933-ին Բաթմակյան ամոլը Փարիզեն գմեգնի Թավրիզ ուր դարձյալ կգազմագերբե սիմֆոնիկ համերգ Ռոզի մասնակցությամբ, սակայն հարկ գլա հայերեն երգերու մեկնաբանության համար արտոնությունը ստանալ։ Հայերեն երգ խստիվ արգելված էր։ Նույն հայդակրով Բարսկական Գարմիր խաչին համարալ ելույթ մողուդան։ Թավրիզի համերգներուն արձականքը գահասնի շուտով Տեհրան, ուր գմեգնի Բաթմակյան համերգ կազմագերբելու։ Տեհրանի մեջ ալ հայ երգերու արտոնությունը գառնվի Նիգոլ Կալանդերյան իր երգչախումբը կդրամատրե բազմաթիվ սիրողներալ գմիանան եւ մոտ 80 հոգինոց երգչախումբը կգազմվի, իսկ փորձերուն համար սենյակը կդրամատրե վաստակավոր մանկավար Մարգարիտ Սարվարյան իր անձնական դպրոցի մեջ ուր դաշնակ կար։ Այս արտի վերածնունդ տերտը կգրե Բաթմակյան ամուսինների 23 դեկտեմբեր 1933-ի երեգոյան գազմագերբած համերգը աննախընթաց մի երեգո էր մայրաքաղաքիս հասարակության համար։ Ոչ մի համեմատություն չէր կարող լինել մինչ օրս դեղի ունեցած նման գազմագերբությունների հետ։ Հարյուրավորներ հեռացան դոմսակ չլինելու պատճառով։ Ներգայեին ալան, տեսպաններ, պատգամավորներ եւ Տեհրանի ընտրանի մեծ մասը։ Այդ ձով հասարակությունը հիպնոսացած, անշշուկ եւ լուր հետևում էր հիացմունքով երաշտական այդ ճկնաղ գդորներին։ Հայդակրի փոքրիկ փոփոխությամբ համերգը կգրկնվի իննված Տեհրանի Գարմիր խաչին։ Բաթմակյան այս համերգին համար կմշակե երկու բարսկական գդորներ, առնված ժողովրդական մոտիվներ է։ Այսպես, առաջին անգամ ըլլալով բարսիկ ժողովուրդը գունգընտրե իր երգը սիմֆոնիկ դարազինդակ։ Բաթմակյաններուն համերգները լայն արձական կգտնեն քաղաքաշխարի հայ թերթերու մեջ։ Անոնք կորոշեն մեծ շրջավայրի մի ելնել դեպի միջին արևելքի հայաշատ գետրոնները՝ Բաղդադ, Բեյրութ, Կահիրե, Ալեքսանդրիա եւ այլն։ 1936-ի քարնան անոնք ինքնաշարժով ջամփագել են դեպի Բաղդադ, ուր Աշոտ Բաթմակյան կգազմե 80-90 հոգինոց երգչախումբ, որ 3 շաբթվա մեջ կպատրաստվի եւ 3 համերգ կուտա մեծ հաջողությամբ։ Ռոզ Բաթմակյան մասնավորապես մեծ խանդավառություն կստեղծե իր հմայիչ ցայնով։ Ներգա Պարսաստիճան անձնավորություններ են Պետական թանգարանի վարիչ դոկտոր Յորտանսի Պապակով եւ խնդրանքով այս վերջինին դան մեջ Ռոզ Բաթմակյան ռեսիտալ մոգուդա Գերման քաղաքին համար։ Բացառապես Գերման հեղինակներու գործերով Բախ, Հենդել, Մոցարտ, Շուբերտ, Շուման, Բրամս եւ այս գիտնականը ինքնընկերակցի դաշնամուրով։ Մեկ ժամ դևող համերգին ներկա գալան 50 գերմանացիներ իրենց դիգիններով, որոնք մեծապես կդպավորվին Ռոզի մեկնաբանած երգերով։ Բաթմակյանները Բաղդադեն կանցնին Բեյրութ, ուր կհասնին 14 հուլիս 1936-ին։
Գարադան Բաշտոնյաները երբ գիմանան, որ հայեր են ժամանողները, զանոք կարաշնորթեն հայկական բանթոգը, հոթել լյուքս կոչված Թուրիգի բանթոգը, ուր հանդիպման վայր էր Բեյրութի մտավորական մշակութային թեմքերու։ Այսպես անոնք շուտով կզանոթանան Բեյրութի երաժշտասեր խավին, դոկտոր Պոտուգյանի, Դիգին Տոսպատի եւ Միհրան Դամադյանի ընտանիքին, որուն դուստրը նվարտը Բեյրութի ամենեն օժտված տաշնագահարներեն մեկն էր։ Անոնք կնկարագրեն Բեյրութի հայության անդարբերությունը գեղարվեստական ցերնակներու հանդեպ, որոնց տոմսերը խանութ շրջելով պետք է դեղավորել։ Այդ ալ եթե ցերնարգը բարենաբադակ հաստատությամբ ինը է եւ նման ոչ քաչալերական արտահայտություններ կունենան։ Բայց եւ այնպես ավելի լավադես մարտիկ խորուրդ կուտան անոնց Լեռնալի Պանանի կարևոր գետրոններու մեջ ռոզին երկի ռեսիտալ գազմագերվել։ Այսպես անոնք կապի մեջ կմտնեն Սոֆար Բանտոգի դնորենին հետ, որ կխոստանա սրահը եւ տաշտամուրը սրիապալ դրամատրել, երբ կանտրատարնա ցերնարգի լրջության։ Տաշնագի ընկերակցության համար իրենց կներկայացնեն Օրիորդ Գաբրաշը, հետակային Դիգին Ավեդյան, Բեյրութահայ երաժշտական ցանոթ կորզիչ։ Քանի մը փորձեի հետ կամերկը պատրաստ կլա եվրոպական եւ հայկական հայդակրով։ Անիգագանսնի շատ հաճող ներկաները գլխավորապես բանտոգի օդար սպորտաշրջիկները, ֆրանսացիներ, անգլիացիներ եւ ամերիկացիներ անագնգալի գուքան եվրոպական իմաստով եւ հայդակրով նման համերգի մը իդես։ Ներկա գլան նաև Սագավաթիվ հայեր, որոնց մեջ Աստագի խմպակիր Հայկ Բալյան եւ Երդվարդ Մալոյան, որ հիշյալ թերթի մեջ կստորագրե խանդավառություն արտահայտող հոդվածը։ Աստավորիս մալանինչանը Թեկա սիրե սարդով սիրե Աստավորիս մալնինչանը Ես ինչ անեմ, ես ինչ անեմ Յարսպաստի դեր շիվարել եմ Սարեր ձյունն եմ մալուլեր եմ Yaman, yaman, yaman yar Sarer cunne malulerem Yaman, yaman, yaman yar Խորոդի գնազալուդի լբար բիլա քեզի յարնին չանեմ թեկա սիրե սարդով սիրե աստավորիս մալնին չանեմ թեկա Սարդով սիրե աստավորիս մալնինչանը «1936 սեպտեմբեր ամսուն, երբ քողակնացները հետս դեպի վերադառնան քաղաք, Բաթմակյան գսկսի երգչախումբի նախապատրաստական աշխատանքներուն։ Օժանդակ մարմին մը կգազմվի ցերնարգի հաջողությունը ապահովելու համար նախաձեռնությամբ Դիգին Պոտուգյանի, Դամադյաններուն եւ ուրիշներուն։ Սակայն ոչ ոք կարևորություն կտա Բաթմակյանի եւ գազմագերբիչ հանձնախումբի թիմումներուն
Արարգությունները մեկը փորձերու վայրին հերու ըլլալներ Սուրբ Նշան դպրոցի դասարանները մեկը։ Յուրաքանչյուր փորձի կներկայանա հազիվ 4 կամ 5 հոգի, որոնք ոչ մեկ հետաքրքրություն ցույց կտան մանավանդ եվրոպական գդորներու հանդեպ, որոնք իրենց սրտին չեն խոսիր, որովհետև անոնք վարժված էին հայկական ցանոթ երկերու միան։ Բաթմակրյան կհարգադրվի փորձերը կատարել քաղաքի 3 տարբեր կետրոններու մեջ։ Մեկը քաղաքի կետրոնը, մյուսը Սահակյան վարժարանի մեջ, որուն դնորենը Բենյամին Ժամգոչյան առաջին օրեն շատ ազնիվ համագրություն ցույց կտա եւ գոժանտագե Բաթմակրյաններու ցերնարգին։ Իսկ երրորդ տեղին համար մասնավոր հնարամդություն կգործադրե։ Բաթմակրյան լսած էր, թե ամերիկյան հիվանդանոցի մեջ գային բազմաթիվ ցայներ հիվանդաբահուիներ, որոնք ցավ հայտնած էին, որ փորձերու ժամերը թույլ չէին դար, որ իրենք եւս մասնակցեին երկշախումբին հագարակ իրենց փուն ցանկությամբ։ Ուրեմն Բաթմակրյան գտեսակցի հիվանդանոցի դնորենին հետ, որոնք կբացատրե հիվանդաբահուիներու պապակը եւ ստեղծված ժամի դժվարությունը, կխնդրե արտոնություն, որ շաբաթ 2 կամ 3 անգամ փորձերը անե հիվանդանոցի սենյակները մեկու մեջ։ Դնորենը, որը սկիզբը անդարբեր կգտնվի Բաթմակրյանի խոսքերուն նկատմամբ, դեսնելով հայդակրի գդորները, միանգամայն կփոխվի եւ սիրով կընտարաճե, դրամատրելով ընդարձակ սենյակը, ուր տաշնագալ գար։ Հիվանդաբահուիները շատ կխանդավառվին, երբ կիմանան եղած դասավորումի մասին։ Անոնց մեջ կային հիանալի ցայն ունեցողներ, Քեղանուշ Իբրանոսյանի նման, որոնք մեծապես կօգնեն խումբի զորեղացման։ Ուրեմն Բաթմակրյան այս ցևով գունենա 3 կետրոններ փորձերուն համար, յուրաքանչյուրին շաբաթական 2 փորձ։ Խումբը հետսեդե կմեծնա եւ կհասնի 60 հոգի, երբ երկիչները իրար կհայտնեն, թե եվրոպական դասական երկերու հետ միասին կան նաեւ բոլորովին նոր հայերեն երկեր։ Նվագախումբ կազմելու ավելի հարմարություն կար Բեյրութի մեջ, որովհետև ամերիկյան համալսարանի երաժշտանոցը ուներ իր մնայուն նվագախումբը, որ մեկ կարելի էր օգտվել, իսկ ֆրանսական բանակի մեջ կար զինվորական նվագախումբ, որուն անդամները մեծավ մասամբ հայ երիտասարդներ էին, մարզված ֆրանսացի ղեկավարի ցերքին տակ։ Բաթմակրյան 20 հոգինոց նվագախումբը կկազմի այս երկու հաստատություններու նվագողներեն եւ դուրսի հայերեն։ Իսկ օրյորդ նվարկ Դամատյան հանցնգարնե Տաշնամուրի մենանվակը եւ ընկերակցությունը։ Համերգեն մեկ շաբաթ առաջ միացյալ փորձի ընթացքին առաջին անգամ լալով 3 տարբեր խումբերը կմիանան եւ իրար կդեսնեն։ Իսկ երբ բոլորը միասին նվագախումբին հետ կսկսին երգել, աննկարագրելի խանդավառություն կդիրե։ Այդ առաջին փորձին գեդեվի երկրորդը եւ խումբի յուրաքանչյուր երկիչ կամ նվագող կսկսի ամեն կողմ բացնել եւ նկարագրել, բոլորին հետաքրքրությունը լարելով ցերնարգի նկատմամբ։ Բեյրութի մեջ Բաթմակրյաններու առաջին համերգը դեղի կունենա 30 նոյեմբեր 1936-ին ամերիկյան համալսարանի West Hall սրահի մեջ։ Հայդակրի մեջ դեղ գրաված էին տասական երաժշտության հայտնի գործերեն, Բեթհովենի ֆանտեզին, մենանվակ տաշնագի եւ երգչախումբ նվագախումբի համար եւ Մոցարտի Ռեկուիեմը, մեծածավալ երգչախմբային եւ նվագախմբային գործը։ Նաեւ Բաթմակրյանի հորինումներեն Նինամի հարսանիքը, որ հայկական ռապսոդիամն է, գառուցված հայկական մոտիվներով վրա։ Բաթմակրյան այս առաջին համերգին մասին այսպես կգրե. Երկչախմբային կամ նվագախմբային համերգներ հաջող էին դեղի ունեցել Բեյրութում, բայց երկուսը միասին առաջին անգամներ։ Այդ պատճառով էլ դպավորություն եղավ ըսկայացունց, ինչպես ընդունված է ասել։ Դրա լավագույն ապացույցն այն խանդավառ գրություններն էին, որ հաջորդ օրվանից երևացին ֆրանսերեն եւ հայերեն թերթերում։ Առավելապես խանդավառվել էին Բեյրութի հայ երաժշտական շրջանակները, որովհետև մինչ այդ ոչ մի հայ խմբավար չէր փորձել սիմֆոնիկ նվագախումբ ղեկավարել, այն էլ Բեթհովենի կամ Վագների պես մեծ հեղինակների գործերով։
Այս համերգին մասին գրելով աստագի թղթագիծը գանտրատարնա համերգի ասկային եւ միջազգային դարողության համերգի տեխնիկական մասը գրնանգսել առանց վարանումի, որ հաճուղ եւ դպավորիչ էր, ինքնուրույնություն եւ նորություն կբարունագեր, ինքնուրույն հանգամանք ուներ անորամար, որ հայկական առաջին սիմֆոնիկ համերգն էր, որ դրվեցավ Բեյրութահայության երգչախումբով եւ նվագախումբով։ Շնորհավորության արժանի է բարոն Բաթմակրյան, որ շնորհիվ իր երանդուն աշխատանքին 25 օրվան գար ժամանակի մեջ գրծավ հավաքել եւ գազմել երգչախումբը եւ նվագախումբը։ Բացահայտ է իր գազմագերբիչի եւ շեֆ դորկեստրի կարողությունը։ Իսկ Բեյրութի ֆրանսադար Le Jour թերթը իր 7 դեկտեմբերի թիվի մեջ աննախընթաց համերգը Բեյրութի մեջ խորակերով հոդվածի մեջ կգրե։ Մեծ արվեստագետներու շարքում, որոնք մեր քաղաքից անցած ժամանակ բադվում են մեր համերգի սրահները, հաջույքն ունեցան ընդունելու Աշոտ Բաթմակրյանին West Hall-ի մեջ տված հոյագապ համերգով, որի նմանը մեր քաղաքի երաժշտական կյանքը թեր չի արձանագրել։ Բաթմակրյանը հանցը ներառել բազմացան երգչախումբը պատրաստելու ծանր աշխատանքը, որը նրան ապահովեց փայլուն հաջողություն։ Կորձի տնելով իրան պոչ դաղանտը, նա ցերնարգեց շատ կարճ ժամանակվա ընթացքում պատրաստելու Բեթհովենի եւ Մոզարտի պես մեծ վարպետների գործերը եւ կարողացավ մի արդակարգ փայլով նրանք մեզի ներկայացնել։ Դիգին Բաթմակրյանը իր հերթին ավելացրեց երեգույթի փայլը։ Համերգը վերջացավ որպես խանդավառ մի դոնագադարություն, եւ ոգևորված բազմությունը իր հիացումը եւ երախտագիտությունը հայտնում էր ղեկավարին խանդավառ ձապերով եւ ճերմակին բացականչություններով։ Համերգը գրկնելու ցանկություններուն ընտարաչելով ավելի հայաշատ գետրոնի մեջ Memorial Hall սրահի մեջ Սուրբ Նշան եկեղեցվո դիմաց կգրկնվի համերգը։
Նաև նույն համերգը երրորդ անգամ կգրկնվի 26 հունվար 1937-ին Սահակյան դպրոցի ձայրե-ձայր լեցված սրահի մեջ։ Այս համերգներն յետ Բաթմակյանները կմեկնին Եգիպտոս, ուր հայ քաղուտը Ալեքսանդրո մեջ շատ կխանդավառվի Բաթմակյաններով, որոնց չեն արդոներ գարշ ժամանակեն մեկնիլ։ Աշոտ Բաթմակյանին կհանձնեն Բողոսյան վարժարանի երկերաժշտության դասերու պատասխանատվությունը, ինչպես նաև Սուրբ Պողոս եկեղեցվո Սուրբ Պատարագի քարացան երկեցողության պատրաստությունը։ Ան կգազմի 100 հոգինոց երգչախումբը, իսկ վարժարանի մեջ իր նոր գերբերով երաժշտական ուսուցումը, մանկական հանդեսները եւ երգախաղերը մեծ ոգևորություն կստեղծեն մանուկներու մոտ։ Ժամանակը վարժարանի երգչախումբը ամեն ամիս կհրավիրվի Պետական ռադիոյեն երգելու, իսկ Տիկին Բաթմակյան կհրավիրվի որպես մնայուն մեներկչուհի Պետական ռադիոյի միանալու։ Ալեքսանդրո մեջ Բաթմակյան կհրադարագե երաժշտական քրագիտության դասակիրքը երաժշտարան, որ Ալեքսանդրիայեն զատ Բեյրութի եւ Երուսաղեմի մեջ օգտագործվի դպրոցներում մեջ։ Այս նույն շրջանին Բաթմակյան կստանցնե Կահիրեի ոսկեդար մատենաշարին գոմե հրադարակված կանցարան հայ երկերու 6 հադոր գործին երաժշտական խմբակրումը քրի առնելով եւ վերանայելով մոտ 800 երգ։ Ալեքսանդրո մեջ խումբ երաժշտասերներ կհրադարագեն Բաթմակյանի հայ երկեր խմբերքներու եւ մեներկներու ժողովածուն։ Բաթմակյանները Ալեքսանդրո քաղաքապետին խնդրանքով կստանցնեն Բարսից քահաժարանք իշխանի Ալեքսանդրիա այցելության արդիվ հանդիսավոր ընդունելության գեղարվեստական բաժնի ղեկավարությունը։ Ան բարսկերեն լեզվով կփեմատրե քանի մդարի առաջ իր գրած Փիժանի Կիև օպերային արարմը, որու մեջ կերկեն Ռոզ եւ ռուս տենոր Սերժ Զատոե, մասնակցությամբ երգչախումբի, բարախումբի եւ մեծ նվագախումբի մոտ 80 հոգի եւ իներգայության 1000-ը ավելի դարբեր ասկերու պատվաստիճան հյուրերու, որոնք մեծ գնահատանքով կզուծապահարեն հեղինակին եւ բոլոր հայ մասնակցողներուն։ Երբ պատերազմը գծակի Բաթմակյանները կվերադառնան Բարսկաստան 1941-ին Բարսկական կառավարության հրավերով անգթարնա ուսուցչապետ Պետական երաժշտանոցի մեջ։ 1943-ին Բարսիկ կառավարությունը զինք կվարձատրե Էլմի բադվանշանով։ Այդ օրերուն Տեհրանի մեջ կվերապացվին հայկական վարժարանները եւ անգհրավիրվի վերապացված հայկական վարժարաններու երկերաժշտության դասադուի պաշտոնին։ 1945-ին, երբ երկրորդ համաշխարհային պատերազմը վերջ կգտնե, Բաթմակյանները դարձյալ շրջաբուդույդի գելեն դեպի մերձավոր արևելք։ Երուսաղեմի մեջ գուդան 3 համերգներ, նույն երկշախումբով մեկնին Յաֆա, ուր համերգ մը գուդան ինբաս Ազունիեի բուժանարին, ապա անոնք կանցնին Բեյրութ։ Բեյրութի մեջ Բաթմակյան ամենեն առաջ կապահովե Կարեկին վեհապարին հովանավորությունը։ Ապա համերգը դեղի կունենա 23 հունիս 1946-ին ներքախտի նավուն Բեյրութ հասնելուն օրը։ Անիկա կգրկնվի 6 հուլիսին Չեփելի մեջ, ապա վեհապարին խնդրանքով Հալեբի մեջ 15 հոգինոց նվագախումբի ընկերակցությամբ զոր կգլխավորե դոկտոր Ռուբյան։ Հալեբեն յետ Բեյրութի հոյեչտի Զարեհ Նուբար ագումբի երդասարտներու գազմագերբությամբ եւ ինբաստ ագումբին համերգ մոգուդան 10 դեկտեմբեր 1946-ին ամերիկյան համալսարանի Չեփելի մեջ։ Այսպես Բաթմակյաններու դենտակին երթևեկը կշարունակվի քաղուտ, ուր միշտ անոնք կսվաղին երգչախումբ կազմելու եւ համերգներ գազմագերբելու դժվարին գործով յուրաքանչյուր քաղուտի ներքին դաղդուկներուն եւ ցավերուն ագանադես կլան, երաժշտության միջոցով անոնք կճանան սպոպել ժողովուրդը ու մեղմել անոր դարաբանկը։ Սիրելիներ, այսպիսով վերջ կգտնե մեր այսօրվան Լիբանանահայ խմբերքային արվեստը, որ գրնակ դարձյալ ունընտրել այցելելով Վանացայինի գայքեչի արխիվներու բաժինը։ Թալթացերետ կլանք առաջիկային շաբթի երեկոյան ժամը 5-ին, ուր պիտի շարունակենք Աշոտ Բաթմակյանի ներկայացումը։ Ցտեսություն։